Շնորհակալություն, որ եկար։ Շնորհակալություն։ Բարի լույս։ Լավ, սկսենք վիճակագրությունից։ Այսօր քո պատկերացումով կամ քո տվյալներով քանի սննդի այսպես կետ կա ընդհանրապես, այդ թվում fast food-ի կետեր, չգիտեմ, սրճարաններ, որտեղ կարելի է հաց ուտել, մենյու կա, սննդային, ռեստորաններ եւ այլն, ընդհանուր քանակի, որպեսզի պատկերացնենք, քանի տեղ կարելի է հաց ուտել Հայաստանում։ Շատ։ Ինչքան շատ։ Թվեր չգիտեմ կոնկրետ, գիտեմ, որ մի պահ եղավ, որ ասում էին, որ 2022 թվականի վերջին միայն բացվեց մենակ Երևանում մոտ 70 նոր տեղ, շատ էր, մենք բազմաթիվ դեղատներ եւ ռեստորաններ ունեցող ազգ ենք։ Գեղեցկության սրահներ, հա։ Ուտում ու բուժվում ենք, հետո սիրունանում ենք։ Հասկացա։ Արամ ասաց բացվում եւ փակվում են, իսկ կա վիճակագրություն, ավելի շատ բացվում են, թե ավելի շատ փակվում։ Չէ, թվերից ցավոք տեղյակ չեմ։ Իսկ ձեր շրջապատի դիտարկումներից։ Նայեք, իմ շրջապատի դիտարկումներից վիճակը, այն որ ասում եմ, ծայրահեղ ծանր է այս պահի դրությամբ, շատ են փակվում, բայց միևնույն է կան համարները, որոնք որ ասում են, չէ, ինքը չէր հասկանում, մենք այս տարածքը կվերցնենք։ Գիտեք ինչու՞ է հարցը։ Նայեք, այլ բիզնեսի սեփականատիրոջը դու երբեք գործի ժամանակ չես տեսնի։ Այսինքն, երբ որ չգիտեմ, երրորդ մարզի ճոպուրիկը ունի 7 հատ բենզակալոն կա, դու դա չես տեսնում, ինքը ինչ որտեղ տունը նստած է կամ բան ու ամեն ինչ ինչ որ աշխատում է, բայց ռեստորանային գործունեության մեջ դու մտնում ես ու միշտ տեսնում ես ինչ որ մեկը այնտեղ նստած է, շրջապատված հյուրերով, անդադ խմիչքներ են գնում, ուտելիքներ են գնում, բան, ահա որ դա գրավիչ է, հետո բոլորը հաստատ կա, չէ՞ որ գնում եք, չէ՞ արա դե չէ դե ես ավելի համով կսար, այս ինչ սերվիզ է բան հեսա մի հատ չեն հետևում, էլի չէ, ասենք երբևիցե չէ որ ասենք դուք մտնեք ինչ որ X սուպերմարկետ ու ասեք արա դե ես լնեի ոլորը այս բաժնում չէի դնի այնտեղ կնչո խելա գլուխը կա որտեղ ոլորը դրած է գնում հարդուբեք, բայց почему-то որ մարդիկ գալիս են ռեստորան, բոլորը կարծիք ունեն ու բոլորի տենց բանն է, այ որ ես հեսա բացեմ ու հա ու տենց մարդիկ դրա համար անդադ այդ մոլուցքը կա ու կողքից ինքն են սիրուն է երևում քեզ թվում է տենց մարդը այնտեղ նստած առավոտից գիշեր քեֆ է անում ու ուղղակի օրվա վերջ սենց կալադով փողը բերում տալիս են ասում են ապրես գնա անվճար սնվում է ու անվճար սնվում է անվճար մենակ սնվել է չէ բանել կա այս ախպեր կբացեմ բան չախոյանը կգա մյուզիկը կդնի բան դե մեր մյուս ախպերը բան մասը կբերի այսինքն չկա պլան բայց կա ցանկություն ինչ որ բան բացել ով Երևանում 10 ընկերից ավել ունի ասում է դե հեսա խեն գնում խալխին այդ փողը տալի ու դրա արդյունքում սենց իսկ ինքը լրիվ ուրիշ աշխարհ է ծանր աշխարհ է երբեմն անքուն աշխարհ է եթե դու չունենաս այդ ինքը բաբշե բիզնես չի էլի ինքը ուղղակի ինքը շատ Կիրքա ինքը պետք է ապրես դրանով էլի այլ Հայաստանում կարելի է մասնագիտական կրթություն ստանալ ռեստորատորի Ես համարում եմ որ աշխարհում չի կարելի մասնագիտական կրթություն ստանալ դա նույն բանն է ոնց որ ասես ես գնացի սովորել սիրել դա մի բան է որ չես կարող սովորել դա ինչ որ մի փոքրիկ կետ է դա սկսում է այն ընտանիքից երբ որ դու տեսնում ես չգիտեմ ինչպես է հայրդ հյուրեր ընդունում ինչպես է չգիտեմ տատիկը այդ հյուրերի առաջ ինչ որ ուտեստ բերում դա ինչ որ բաներ է որ շատ խորը ներսից պետք է գա եւ բացի նրանից անverջ կարող ենք խոսել որ մեր շուկան լավը չի մեր տնտեսությունը լավը չի մարդկանց միջին աշխատավարձը համեմատած գների երկու անգամ ցածր է միշտ այդ ամեն ինչը կա բայց նաև կա շատ կարևոր այդ ընկալումը, որը որ ռեստորանը տարբերում է, էլի ինքը պետք է այդ հյուր ընդունելու, ճաշ սարքելու ու դրանով ապրելու կիրքը ունենաս, որը որ ինձ թվում է անհնարին է սովորել դա ինչ որ տենց կամ գալիս է երակի մեջ դա ինքայով կա կամ չի գալիս Բայց այդ հաշվարկային բաղադրիչը, որտեղ որ բացի այդ հյուրընկալությունից, գեներով անցած այդ հյուր ընդունելու արվեստից հաշվարկներ կան, չէ՞,
ռեստորանային բիզնեսում, դա որտեղ սովորել։ Նայեք, դա երրորդ դասարանի մաթեմատիկա է, առար 1000 դրամով պետքա վաճառես 2500-ով, որտեղ այս հարկն է, այս աշխատավարձն է, այսինքն դեռ մինչև ChatGPT հայտնագործվելը պլյուս մինուս Excel-ը այդ հարցը լուծում էր։ Հիմա շատ ավելի հեշտ է, կարաս տենց գրես ասես ChatGPT ախպեր ջան, ուզում եմ ռեստորան բացեմ, ուտելիքիս ինքնարժեքը 1000 դրամ է, աշխատավարձերս հետևյալն է, ինչքանով վաճառեմ, որ եկամտաբեր լինի։ Դե չէ, այստեղ նրբություններ կա, մշտական մենյու պահելու համար դու պիտի պատրաստ ունենաս այդ մթերքները անպայման, այսինքն եթե օրինակ ապուր ունես, մենյուում այդ ապուրը պետք է եփած լինի, պատրաստ լինի, հետո մնում է, պիտի թափես, որովհետև չես կարող միգասկով դրանք բազմաթիվ չնախատեսված ծախսերի հետ կապված բիզնես է, համաձայն այնպես չէ որ դա արտադրություն չէ, չգիտեմ, կոնկրետ ինչ-որ տեսքի ձևի, քաշի, գույնի, հոտի, չգիտեմ, ինչ-որ պարունակության բան է, որ կարելի է մի 1000 հատ արտադրել, հետո խմբաքանակներով վաճառել։ Դա բարդ, դժվար, իսկապես ծանր բիզնես է։ Լավ, եթե համեմատական անցկացնենք, 24-ը տուրիզմի առումով թույլ տարի էր, 2023-22-ի համեմատ COVID-ային նույնիսկ տարիների հետ համեմատ, էլ չեմ ասում, ինչ COVID-ային, այս տարի արդեն նկատում ենք, պիտի լինեին մարդիկ, զբոսաշրջիկների հոս չկա, և քչանում է։ Պատճառները որն են, ասում են, գներն են, ասում են, որ տների վարձակալությունը, հյուրանոցների այդ անբնական բարձր գներ, կուզենայի մասնագիտական, այս լսել վերլուծություն, գիտեմ բոլոր օբյեկտները Հայաստանի ի վերջո մեծ ակնկալիքներ ունեն այդ զբոսաշրջային հոսքից, ընդհանրապես տուրիստը ամենալավ բաներից մեկն է, գալիս է քո երկիր մի մարդ, որը որ անպայման օրը միջինա, ամենաքիչը $150-ից $200 գումար է ծախսում, եւ այդ գումարը գնում է տաքսու վարորդներին, սպասարկման ոլորտի աշխատակիցներին որպես թեյավճար, ռեստորաններին, փոքր եւ մեծ հյուրանոցներին, այսինքն փող է մտնում երկիր եւ շրջանառության մեջ մարդկանց ձեռքն է գնում, հա, եւ դա աշխուժացնում եւ առողջացնում է տնտեսությունը առհասարակ։ Բայց եթե հիմա զբոսաշրջիկները գնալով քչանում են, ի՞նչ է լինելու։ Նարեկ, խնդրեմ մի քիչ դրա մասին մասնագիտական գիտելիքներով կիսվել։ Ես ի սկզբանե վատատես եմ, զբոսաշրջություն երբեք չի եղել։ Չէ, 2 միլիոնի կարգի մարդ է գալիս գնում, չգիտեմ։ 2 միլիոն մարդ օրական մտնում ու դուրս է գալի Փարիզ, այսինքն եթե մենք լայն իմաստով ուզում ենք հասկանանք, դա Բայց մենք Փարիզ չենք, չէ՞, մեզ համար դա այթիվ է։ Դե հենց այդ է, այսինքն մեր մոտ նախ եւ առաջ շատ ցավոք սրտի հոռեկա ոլորտը պետքա շեշտադրությունը դնի ներքին շուկայի վրա։ Հիմա վիճակը շատ ավելի վատ է, որովհետեւ Երևանը իրոք աննորմալ թանկ է, ինքը թանկ է, Հռոմի հետ համեմատելի թանկ է, այսինքն, դու կարաս ասես, որ չգիտեմ, այս ինչ պաստա բոլոնիեզ են, այս ինչ երևանյան ռեստորանում, նույն գինը արժի, ինչ Հռոմի ռեստորանում, որտեղ որ դա անում են արդեն մի քանի դար, իսկ այստեղ ուղղակի տենց ինտերնետից Բաղադրատոմսը նայել են, հասկանալի է։ Լավագույն դեպքում ինտերնետից նայել են։ Ու դա շատ մեծ խնդիր է, ես չգիտեմ, ես տնտեսագետ չեմ, ու դա կտանի, բայց գլոբալ մենք չենք ունեցել էլի, մենք չենք եղել այդ տուրիստական հոսքի տակ գտնվող։ Ես մի տարի եմ շատ լավ հիշում, դա 2015 թվականն էր, որտեղ որ System of a Down-ի համեր, ցեղասպանության 100-ամյակ ու ահավոր մեծ քանակի մարդիկ լծվեցին, ու դու սենց նստած ու դու հասկանում էիր, ես կյանքում առաջին անգամ հասկացա այդ ռեստորանային երջանկությունը, երբ որ քո մոտ մտել է 50 հոգի մարդ, ու այդ 50 հոգի մարդը վաղը հետ է թռնելու իր երկրներ։ Այսինքն շատ կոպիտ ասած, քեզ մեկը իրենց դուր կգա, թե դուր չի գա։ Այդ նույն բանը Այդ նենց հանգստություն էր մի հատ, որովհետև, հա, եթե Արամ Չախոյանը մտնում է քո ռեստորան, մի հատ սենց մեծ պանիկա է միանում ողջ 3 հարկերով,
հանկարծ բան, որ մի բան, ինքը իր ընկերներին կգրի, որ վատ է, իր ընկերները իրանց ընկերներին, տուրիստը դա երջանկություն է, հա, դուտեցիք եկավ, ինքը միևնույն է գալու է, ուտելու է, ինքը միևնույն է բարի է, ինքը բայց ինքը default-ով գոհ է, որովհետև եթե դու գալիս ես ռեստորան քո ծանր աշխատանքային օրվանից հետո ճանապարհին, չգիտեմ, շեֆի թե թաքել ես կնիկը ցանկել միած զայլ է տալ դա դու ամբողջ այդ նեգատիվ աբալոչկայով գալիս ես հանգստանալու ու մի ամբողջ թիմ պետքա քեզ այդ վիճակից հանի տուրիստը ինքը իրանով անհոգ է այդ պահին ինքը երջանիկ է ինքը արթնացել է երբ ուզել է դուրս է եկել մի հատ չգիտեմ կզբոս ինքը շատ հեշտ է տուրիստին նույն բան ձեր վրա վերցրեք այլ որ դուք արտասահմանում հանգստանում եք մենք default-ով երջանիկ ենք մենք խնդիր մենք չենք գնում միտեղ կեղտ ման գալու կամ բան իսկ այստեղ այդ ներվը շատ դժվար է աշխատել այդ պայմանները շատ դժվար են ինչը կբերի Հայաստան տուրիզմ լայն մատեք ուզեն իմաստով որը որ կա նույն այսօրվա Վրաստանում ինքը կրկին անհամեմատելի է մենք ունեցանք 22 թիվը ես կարամ վատ բաներ ասեմ առանց հայհոյելու մենք հյուրընկալ ազգ չենք այդ միֆ է Բայց բոլորը խոսում են դրա մասին Խոսում են, այո, մարդիկ խոսում են դրա մասին հաց տվող ազգ չէ Ոչ, մարդիկ խոսում են դրա մասին, ինչ որ իրանք չեն անում Չեք նկատել Չէ, ես նկատի ունեմ հյուրերը առաջինը, որ նշում են, դա հայ ազգի հյուրասիրությունն է, հյուրընկալությունը։ Այդ դեպքում հա Ոչ թե մենք ենք մեզ գովազդում։ Հյուրերը միշտ բարի են։ Իսկ դուք երբևիցե լսել եք, որ հյուրը գասի, այ օրինակ ես անցած տարի գնացի Պարսկաստան, այ այդ վատ մարդիկ ինձ սոված պայեցին, իսկ դուք հյուրընկալ եք։ Չէ, բայց մենք փաստ ունեցանք, երբ որ մենք ունեինք 22 թվին հնարավորություն վատ հանգամանքների արդյունքում դառնալու մի քիչ ավելի մուլտի ազգ, հա, այսինքն մուլտի երկիր, որտեղ կարող են տարբեր ազգեր իրար հետ մուլտի մշակութային, մենք բոլոր հնարավոր առիթներով այստեղ եկած ռուսներին հնարավորինս փորձեցինք նեղացնել։ Մենք ամեն տարի մշտով գալիս է մարտի 21-ը, հա, հիշում եք մի ժամանակ ինչ քանակի պարսիկներ էին գալիս Հայաստան, որոնք հիմա գնում են Վրաստան, նաև անգամ հաշվի առնելով են փաստը, հիմա չգիտեմ կա թե չէ, բայց կար Մելատ բանկ Հայաստանում, իսկ այնտեղ իրանք վալյուտայի լուրջ խնդիր ունեն, կուրս բանման ու իրանք ավոր հարմար էր գալ Հայաստան։ Գալիս այստեղ հաշիվ էին բացում, քարտ էին հա ու ծախսում էին, բայց մեր ամբողջ այս մտածելակերպը Յախկար ես, պարսիկը արա ես, ռուսը չի, որ բան փախել է, այսինքն դա չի, հա, երբ որ հա իհարկե տնդ շատ կայֆ է, երբ որ դու մի հատ 1.95 բոյով շվեյցարացի ա գալի իր շվեյցարական բանկի քարտով ու բան, հա, դու դրա հանդեպ հա շատ լավ հյուրընկալ ես, մանավանդ որ 2 օր ամնալու, օրը 500 եվրո պատրաստ է քո երկրում թողնի, օքեյ, այդ հյուրընկալություն չի, այդ պրոստը շարլատանություն է, դրա մասին չի խոսքը, հյուրընկալությունը կկայանար նրանում, եթե մենք կարողանայինք այդ 100,000 հոգին, որոնք որ եկան, իրանց պահել եւ իրանց համար ստեղծել մեր երկրում միջավայր, որը տենց կգրկեր ու կասեր դու տանն ես ընկեր։ Իսկ մենք ինքներս մի ազգ ենք, որը ամբողջ պատմության ընթացքում տեղափոխվել է երկրից երկիր եւ շատ տեղեր իրան այտենց տուն են տվել, հա։ Երբ որ 15 թվից հետո նույն հայերը հայտնվեցին, չգիտեմ, Լիբանանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, իրանց ոչ մեկը այտենց չվերաբերվեց, որ փախել եք բան հələ չէ։ Ամեն անգամ մենք այդ բանը ունեինք, ինչի է բանը։ Հիշեցի Պանիկովսկի օրինակներ, հա։ Ինչի է այս մատուցողը բան ռուս։ Ես ուզում եմ, որ իմ երկրում ինձ իմ լեզվով սպասարկեն ու դա տենց ինչ-որ ալիք դարձավ մի բանի, երբ որ Լոս Անջելեսի հայերի կեսը անգլերեն ընդհանրապես չի խոսում, էլի։ Չէ, այլ որ շատ շուտ մոռանում են, որ անցյալ դարի սկզբին Գրիգորովը 150,000 տարբեր գնահատականներով հայրենակիցների փրկեց, բերեց Հայաստան, Պասկևիչը պաշարեց Երևանը, մաքրեց եւ այլ, այսինքն լիքը բաներ կա, որ մենք մոռացել ենք, բայց դե հիմա չէ, պետք է քշել։ Ամեն ինչ պետք է անում, որ մարդիկ այլևս չվերադառնան այստեղ, չբերեն այդ մաքուր փողը թողնեն երկրում,
որը որ չէ, туриզմի մասշտաբները եթե մեծանում են, դա շատ է առողջացնում տնտեսությունը։ Բաց մաթեմատիկա է, երրորդ դասարանի մաթեմատիկական գիտելիքները պետք, որպեսզի հասկանալի դառնա, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար պետք է կարմիր գորգ փռել ինքնաթիռից եւ այն նույն գորգով էլ ճանապարհել։ Լավ ինֆորմացիա տանեն երկրից։ Լավ բաներ խոսել է ինչքան կարևոր բան է մի երկրի համար, որը նավթ չունի օրինակի համար կամ այլ ծով չունի, չգիտեմ, հա, ունենք շատ հոյակապ եկեղեցիներ, մի քանի հատ այդպես ցիրուցան եղած փոքր Հայաստանի տարածքում, մի քանի գեղատեսիլ վայրեր ունենք, Սևանալիճ ունենք, որը որ միջև հիմա գործեր են անում, բարեբախտաբար կարող ենք խոսել առաջ խաղացումների մասին, մաքրում են քիչ-քիչ, չոր կարգավորում են, բայց էլի կա տեղեր, որտեղ որ գնում ես հին սովետական տարիներից մնացած այդ մետաղական ջարդոնը, թափած եւ այլն դեռ կա, այսինքն այդ ամենը, բայց ինչեւ է փոքր հնարավորություններ ունենալով մենք այնուամենայնիվ լավ թիվ ենք ձևավորել, արդեն մոտ 2 միլիոնի մասին լավ թիվ է շատ։ Ամենահամարձակ, լավ ասենք, ամենահորետեսական լավ հաշվարկներով պայմանական $200 մեկ տուրիստի օրվա ծախս հյուրանոցով, ուտելով, այստեղ այնտեղ գնալով, դա $200 միլիոն է։ 50-60 միլիոն դոլար են մեզ տրամադրում ինչ-որ երկրից ուրախանում ենք, թրջկոտում ենք, ասում ենք, 200 միլիոն մաքուր մարդիկ գալիս են, բերում են, մի խոսքով, շատ վատ բաներ կարող ենք իսկապես քննարկել իրար հետ եւ դա շատ տեսնենք այս տարի հուսանք որ այնուամենայնիվ դեռ օրերը տաքացել են կսկսեն գալ մարդիկ մայսկի պրազնիկի չէ կգան մենք միշտ մտածում ենք որ ամենամեծ արժեքը մեր երկրում դա նախ եւ առաջ մարդն է այսօր փաստորեն փաստեցինք որ մենք հյուրընկալ չենք ինչը չի կարող չտխրեցնել կամ գոնես չստիպել վերանայել մեր պահվածքը, մեր վերաբերմունքը օտարի հանդեպ։ Ես կուզենայի մի հարցի անդրադառնայինք, այ վերջերս առիթ եղավ միջազգային օրեր ճարպակալության դեմ պայքարի։ Եվ մոտավոր հաշվարկներով, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, 2030 թվականին գրեթե յուրաքանչյուր 6-րդ մարդ կունենա ավելորդ քաշ։ Իսկ ինչ տեղ ու դեր է զբաղեցնում ընդհանուր ճաշացանկը կազմելիս առողջ սնունդը։ Այն բան կար չէ, տենց ինձ շնորհակալություն հարցի համար։ Ոչ մի։ Նայեք, չէ, բանը, որգրամոլությունը դա մեղք չի։ Մեղք չէ։ Մեղք չէ։ Ինչ որ անում եմ ես, ու այն գաղափարին, որ հավատում ենք, դա իրոք այդ ուտել խմելու եւ կյանքը վայելելու կյանքի մասին է, որտեղ ինչպես ասում եմ, գուրմանի մասին է կան։ Սա ավելի շատ գեդոնիզմ է։ Սա հետոնիստական երևույթներ են, ես կասեի։ Որտեղ ասում եմ, խնդիրը նրանում չէ, որ ոնց էր, ասա փորձեմ թարգմանեմ հայերեն, որ մարդը մահանալու է, խնդիրը նա, որ внезапно смертին, այսինքն ցանկացած պայի կարող է լինի եւ կյանքում այնքան Մարգարիտայանը շատ լավ, դա ինքան հաճույքներ կա այս կյանքում կապված հենց ուտելիքը դա հիշողությունն է, ուտելիքը դա ինքը շատ սիրուն բան է, էլի, ինքը եթե դու սկսես իրան վերաբերվել ինչ որ կալորիաների բա ինչի համար ենք վերջը ապրում եւ հաճույքով կերած ուտելիք հավատացեք ինձ ինքը ոչ մի բան չի առաջացնելու ինքը sense կյանքը դարձնելու է սիրուն երկար պայծառ ինքը միշտ պետք է խմիչքի հետ համադրել միշտ պետք է ընկերների հետ համադրել իսկ եթե առողջական խնդիր կա եւ դա հակացուցված է ով հասել այսինքն երբ որ մենք հիմա ռադիոսոնների շրջանում ակտիվ ստամոքսերուչի արտադրություն ենք շփանում, մի անգամից ասել։ Բայց ոչ մի ուտեստի անուն չենք տվել, ուղղակի սենց խոսում ենք։ Այն ինչպես նարեկն է դա նկարագրում։ Նիսիկները սենց մար, ով ասել որ դա վնաս է։ Ժողովուրդ մենք հարյուրամյակներ շարունակ ունեցել ենք, չգիտեմ, պապեր, նախապապեր, հատուկ կյանքում լսել եք, որ չգիտեմ,
պապը տասի, այս այս բանը չի կարելի ուտել, բան։ Այդ հիմա ինչ-որ նոր բաներ չեմ ուզում, հա, մեկ-մեկ տենց խոսում եմ, ասում են, դու բան տենց ձենը տակ տեղից, պետք ինչ-որ, նո, ես բանը gluten free եմ, ես չգիտեմ բանը, lactose intolerance ունեմ, արախբեր հարյուրամյակներով ապրում ենք, մի անգամ այդ ավետիչը չլսեցինք, Բայց այդ ժամանակ քիմիական այդքան տարածված չէր, չէ՞, բոլորը ասում են, որ բնական էր սնունդը, չկային այն պարարտանյութերը եւ մյուս վնասակար։ Դե մենք դրա համար էլ խոսում ենք բարձրակարգ խոհանոցի մասին, որի ամբողջ իմաստը այդ ֆերմայից այգուց դեպի քո սեղան ճանապարհի մասին է։ Ես մի շարք մտքեր ու առաջարկներ ստացել եմ մտնելու fast food-ի տարածք, երբեք դա չեմ արել, որովհետև ես դրանից չեմ հասկանում, ինչպես կարելի է տալ այդ արագ կշտացնող ուտելիք, որտեղ լանչի ինքս իմ համար լանչի հոգեբանությունը ուրիշ է, էլի։ Եթե կուզենաք թվերից խոսեմ, ուրեմն Ամերիկայնացան նահանգներում թույլատրված է 10,000 հավելումներ սննդի մեջ։ Դրանք այն երն են, որոնք որ օգնում են օրինակ նույն McDonald's-ի այդ բուլեչկան պահպանել ամիսներով, բայց սեղմում ես ինչպես նոր լինի։ Ու հետո բանել են առաջացնում, չէ՞, կախվածություններ են համերգ 10,000 նույն երը Եվրոպայում 300-ն են ընդամենը։ Այդպիսի տարբերություն կա 10,000, որովհետև դա այնտեղ չկա այդ մշակույթը տանը պատրաստելու, կիսաֆաբրիկատները երկար մթերքը պահելու համար ինչ է պետք, կամ շատ աղի է պետք դրան աղի մեջ պահել կամ գարմայի պես իրան պահել աղին անում էին քոչվորները վերցնում էին միսը թամբի տակ դնում էին ձիու գնում էին պես քրտնած այդ ձիու այդ խոսքով բաստուրմայի պատմությունն էի պատմում հա դրանից հետո եւի բաստուրմա չեք ուզենա ուտեք բայց հիմա տեխնոլոգիան փոխվել է բարեբախտաբար ինչ է ուզում ասել պահելու համար նյութը պիտի իրան մշակես քիմիայով Եթե երկար ես ուզում պահել, այսինքն ուզես թե չուզես, քիման, հա, ամենուրեք կա։ Ուղղակի օրինակ նույն եվրոպական սննդի ասպարեզը կարգավորող ինստիտուտները 300-ն են թույլ տալիս, իսկ ամերիկացիներում 10,000։ Դա շատ բարձ ցույց է տալիս տարբերությունը սննդային սովորույթների եւ դրա համար էլ այդ ավելորդ քաշն ու ճարպակալությունը ամենայն շատ լուրջ խնդիր է, որը այսպես ասեմ այսօր թիվ 1 խնդիրներից մեկն է, որը հրատապորցում է լուծել Քենեդի կրտսերը, որին նորանշանակ նախարարը առողջապահության, որը որ իդեպ շատ լավ ելույթ ունեցավ կոնգրեսում դրա հետ կապված, թվերը ինքն էր իդեպ հրապարակել եւ դարարկություն չստացավ, այսինքն չեղավ որևիցե ընկերություն ասած հոպ սխալ բաներ ես խոսում, չկա այդպիսի բան, այսինքն ամեն ինչ ճշտված է, վերցված է, նարեկ մեկ շատ քիչ ժամանակ ունենք, այնուամենայնիվ մի հատ որպեսզի վերջնականացնենք մեր դուրս, տարբեր բաներից խոսեցինք, բայց ի վերջո չեկանք մի կարևոր եզրակացության։ Պետք է Հայաստանում այսքան սրճարաններ, ռեստորաններ, ֆաստ ֆուդի կետեր, կողքի լիքը ու տենց, չգիտեմ, ստեղի շաուրմա, այնտեղի շաուրմա, ստեղի քյաբաբ, այս մի ինչի ղարսի խորոված, մի խոսքով, թե երևի պետք է ինչ-որ կամաց թույլերը, ինչպես եւ բնությունում է, չէ, բնական ընտրություն կա։ Թույլերը, որոնք որ չեն կարողանում կամ չեն կարող ճիշտ կազմակերպել աշխատանքը, սկսեն դուրս գալ խաղից, կմնան մի քանիսը, որոնք ցանցեր կդառնան, մի խոսքով թե այնուամենայնիվ լավ է որ շատ են դա բնականon երևույթ է կփակվեն, եթե կբացվեն ես կուզենայի մի քիչ էլ դրա մասին խոսենք, քանի ժամանակը դեռ թույլ է տալիս ինքը լավ է շատ, եթե ինքը բնական երևույթ է մի ժամանակ ես կասեի, որ Երևանի 10-ից 6 ռեստորանները բացված են պրոստը այնց հաճույքի համար, ինչն իրանեք դու երբեք չես նկատի ռեստորատոր, որ ասում է, դե հիմա մի հատ էլ իմ սրտի համար մի հատ, չգիտեմ, ավտո լվացման կայան բացեմ, բայց հակառակը շատ է, որ մարդը հաջողված է շինարարության մեջ, հաջողված է ինչ-որ ԱԳԼ կներգցանց ունի ու ասում է, դե մի քանի հատ ռեստորան բացեմ, որպես այդպիսին դա մեծ խնդիր է, այսօր 10-ից 2-ը չեն աշխատում եկամուտի համար, իրանք ինչ-որ իմիջային կետեր են, այսինքն դա խնդիր համար 1 և առհասարակ չէ շատ պետք է մաղվի, պետք է այդ մաղը աշխատի ու լինեն իրականում վայրեր, որոնք որ այդ իմաստի մասին են, օրինակ դու նույն ձևի շատ քիչ կհանդիպես ֆրանսիացի, որ օրինակ չգիտեմ
Մարսելում բացում է չինական ռեստորան։ Դուք նկատում եք մեր քաղաքում ռեստորան բացողը ինքը այդ ռեստորանի հետ շատ քիչ կապ ունի։ Դա չի նշանակում, որ Մարսելում չկան բազմաթիվ չինական ռեստորաններ, բայց իրանք կապ ունեն կոնկրետ մարդու հետ, իր ընտանիքի հետ, իր պատմության հետ։ Անգամ ես լրիվ ամենամոտիկ օրինակը մի քանի օր առաջ Թիֆլիսում քայլում էի, ասում էի, ինչքան տեղական վայրեր կան ու հենց ընտանեկան։ Եթե դու այսօր Երևանում ցանցերը հանենք ինչ-որ մեծ, որոնք որ կան, խորանաց քանի հայկական ռեստորան կա Երևանի կենտրոնում, մի 2-3 հատ կհաշվես։ Հենց տենց էլի շաուրման հանած, ֆաստ ֆուդը հանած, հենց ռեստորան, որտեղ որ դու նստած ես ու տենց գալիս է ինչ-որ մարդ, որ ինքը դա սարքում է ու օքեյ, բերելով, չգիտեմ, նույն Դոլմամայի օրինակը, նաև մի քիչ երևանյան գներով, հա, այն ինչ որ լուսահոգի ժիրիկը արեց, ինքը հանճարեր, ինքը առհասարակ ես համարում եմ իրեն երևանյան առաջին ռեստորանի հիմնադիր, մի քանի տոլման վաճառել, ասենք, փոքրիկ օպերացիայի գնով, չէ, դա էլ մի քիչ մարքեթինգային բան է, ամեն մարդու բան չէ, բայց հանճարեղ մարդ էր, շատ սուպեր, բայց դա պետք է լինի հասանելի շատերի համար, այսինքն դու չես գտնի։ Մենք գնում ենք, ասենք մենք ունենք շատ լավ ինչ-որ գարեջրի տեղեր գերմանական, մենք ունենք ինչ-որ չինական տեղեր բանման, բայց իրոք եթե մենք հիմա նստենք, ասենք իսկ որտեղ է հենց հիմա կարելի գնալ մոտակա 500 մետր շառավղով տոլմա ուտել, ես չունեմ։ Կմտածենք, համաձայն եմ, այդպես իրավիճակներ լինում են։ Դրա համար կմաղվի դաշտը, մենք նոր ենք, մեկ ինչ-որ բաներ ենք թեկուզ դրսում տեսնում, գալիս են չտեսի պես ուզում ենք ընդօրինակենք, շատ ենք ամանչում իրականում ինքներս մեզնից, մեր անցյալից, հա, մենք միշտ խոսքով ու կենացներով գլուխ ենք գովում, հա, իմ տատիկը, իմ պապիկը, մեր վանայեսը, մեր չգիտեմ ինչը, բայց եթե դու այսօրվա դրությամբ ասես, իսկ չգիտեմ, պաներխաշ որտեղ կարելի է ուտել, կամ քյալագյոշ որտեղ կարելի է ուտել, չկա, անգամ ամենալավ ինչ-որ հայկական ռեստորանում գնաս, ասես ինձ քյալագյոշ բերեք, տենց մատուցողը դա կասի երևի կայֆավատ է։ Հա, դե կա, ոչ Մինչդեռ ազգային խոհանոց պահելը, պահպանելը դա նույնպես մշակույթ է եւ այս ազգապահպանման խնդրի պայմաններում գեր նպատակ է։ Մենք ստեղծելու խնդիրել ունենք ազգային խոհանոց, որովհետև միայն հանով չէ, հա։ Հա, մենք լիքը ճանապարհներ ենք փոխել, լիքը ռեգիոններ ենք ապրելու փոխել, հասկանում եք, դա ամեն ինչը պետք է բերել նաև, այսինքն դա շատ մեծ աշխատանք, հա։ Լիքը գործ կա անելու։ Մի կողմից ես ասացի, որ շատ տեղեր ավել են եւ մեր շուկայի համար ավելի շատ է, քան դրա պահանջարկը կա։ Մյուս կողմից այնքան թերի են, ես ինքս ահավոր թերի եմ, ես ինքս ինչ-որ բաներ եմ անում, որոնք որ էլի չեն բռնում, այսինքն խոսելուց շատ լավ ենք, բայց չէ, իմ մոտ դուք ցավոք սրտի քյալագյոշ չեք ուտի, չնայած մի հատ շատ լավ մարդ կա, մեկ Գորիսից որ գալիս է Երևան, գալի մեր մոտ այդ օրը սարքում է։ Հիմա շատ մարդիկ գուգլում են, ինչ է։ Ես վստահ եմ, ուղղակի երկու բառով բարձաբանում մենք ինքը չորաթան է օգտագործվում, ղարմայ է օգտագործվում, հատիկավոր տարբեր բաներ, ինչ որ sense հարիսայի եւ խաշի արանքում շատ յուրահատուկ ուտեստ է։ Բայց ծանրամարս կլինի, չէ։ Հա, մեր խոհանոցը դրա մասին է, հա, ծանրամարս է։ Շնորհակալություն շատ, ես ստիպված եմ եզրափակել զրույցը, որովհետև մի քիչ ժամանակ ունենք դեռ սպորտից պիտի խոսենք, շնորհակալություն եկար, Ալեքս։ Շատ շնորհակալություն, որ կանչեցիք։ Խնդրեմ հիմա այստեղ եթերում եմ ասում, ջեր ողջույններ փոխանցես հայրիկիդ։ Անպայման։ Եվ հուսանք, որ մյուս անգամ կգաս, մենք ավելի այսպես պոզիտիվ, հա, նոտաներով կզրուցենք այս ամենի մասին։ Մյուս անգամ երեկոյան կգամ հետս ուտել խմելու բաներ կվեր։ Շնորհակալություն, Նարեկ Բախտամյանն էր մեր հյուրը, ռեստորատոր, մարդով սննդի այդ կետերի եւ սպասարկման մասին ավելի շատ բան գիտի, քան մենք կարող ենք պատկերացնել, ուղղակի ժամանակի առումով չենք չհասցրեցինք անդրադառնալ շատ թեմաների, զրույցը կիսատ մնաց։ Ես դեռ կգամ։